միակ նպատակը մեր հայրենիքին, մեր երկրին ծառայելն է։ Հայրենիքը սկսում է ընտանիքից ու պատրաստ ենք ամեն կերպ պաշտպանել մեր ընտանիքին, մեր սահմանները։ Ավելի լավ է հիմա անենք, քան չանենք կամ անենք շատ ավելի ուշ։ Առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը։ Պետք է զինվորը պատրաստ լինի, զգոն լինի։ Ամենակարևորը այս հարցում պետք է արդարություն լինի։ Ծառայությունը սահմանել մեկ ամսվա դեպքում 24 միլիոն դրամ։ Բանակը կհամալրվի այլ պայմանագրերի զինծառայողներով եւ կդառնա ավելի մարտունակ եւ անխոցելի։ Շուստերի հայր ա եղել, այդ քաղաքացիության հարցերը դասավորելա։ Սա կոռուպցիան վերացնելու ճանապարհ է։ Իշխանություններն առաջարկում են 24 միլիոն դրամ վճարելով մեկ ամիս ծառայելու հնարավորություն տալ։ Հիմնավորումը չծառայելու պատճառով Հայաստանի քաղաքացիությունից հրաշարվելու պրակտիկայի կանխումն է։ Որքանով է արդարացված այս մոտեցումը եւ բացասական ինչ հետևանքներ այն կարող է ունենալ։ Պատերազմի մեջ գտնվող երկրի համար շատ կարևոր է, ես նույնիսկ կարող եմ ասել անկյունաքարային է, տվյալ երկրի քաղաքացու, որը իր զինվորական պարտն է կատարում բանակում որպես զորակոչված կամ պայմանագրային, շատ կարևոր է արդարության սկզբունքը։ Ուրեմն այն որոշումը, որ կայացես, դա նշանակում է պետական բյուջե վճարում ես գումար չես ծառայում։ Պատերազմող երկրում չծառայող չկա։ Բոլորն են ծառայում։ Երկրի ղեկավարի զավակներից, հարազատներից սկսած մինչև շարքային քաղաքացին։ Ուրեմն հիմա մեր բանակը կազմալուծելու իրավական գործընթացի մեջ ենք։ Իսկ դա պետք է մեր հարևան Ադրբեջանին եւ Թուրքիային։ Եթե դու գումար ես վճարում, չես ծառայում, կարող ես մեկ ամիս ծառայել, վճարել 24 միլիոն, 4 ամիս ծառայել, վճարել 18 միլիոն, 16 տարին չլրացած, վճարել 18 միլիոն եւ 15 միլիոն եւ չծառայել։ Ինչը նշանակում մեկ ամիս ծառայել։ Ես իմ պրակտիկայից ասեմ կոնկրետ փաստեր։ Զորակոչված ժամկետային զինծառայողը, երբ զինվորական կոնկրետ մասնագիտություն է ստանում ուսումնական զորամասերում 5-ից 6 ամիս այդ զորամասում ստանում էր գիտելիք եւ փորձառություն։ Եթե ինքը կցագրված էր մարտական հերթապահություն իրականացնող սահմանային զորամասին, մի քանի ամիս ինքը փորձառություն էր ստանում սահմանում ոչ կարևորագույն հաստիկների վրա էր նշանակվում։ Մինչև այդ փորձառություն ձեռք բերել, որը երաշխիքներից մեկը կլներ անվտանգ ծառայություն։ 8-9 ամիս հետո զինծառայողը ալևս ունակ էր ուշադիր, ուշիմ, կարգապահ, հրամանեկատարող զինծառայողը ունակ էր կատարել կոնկրետ մարտական խնդիր։ Ինչը նշանակում 1 ամիս ծառայել եւ հետո չծառայել, ինչը նշանակում 4 ամիս ծառայել եւ հետո չծառայել։ Եվ եթե 16 տարին չլրացած անձը գումար է վճարում, հրաժարվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ դուրս է գալիս, ինչը կարծում մեզ մոտ չի խթանվում արտագաղթը։ Ոչ թե արտագաղթը չզոքացնում են դրանով, այլ արտագաղթը խթանում են։ Եթե դրանել գումար ենք, որ ունևորների զավակները չեն ծառայելու, չունևորները, որոնք ակնհայտ տեսնում են, որ բանակում ներկա իշխանությունների ժամանակ սպանություններ, ինքնասպանություններ, ինքնախեղումներ, դժբախտ պատահարներ անչափելի մեծ են, քան նախորդ տարիների, նախորդ իշխանությունների ժամանակ, ապա այդ ծնորեն ճնշող մեծամասնությունը իրենց ձեռքի տակ ունեցած առավելագույն հնարավորությունը իրենց զավակներին եւս ցկտելու են, որպեսզի իրենք չծառայեն։ Որքանով է արդարացված երկրի պաշտպանությունը հիմնականում պրոֆեսիոնալ բանակին վերապահելը։ Բոլոր ռազմական կազմավորումները պրոֆեսիոնալ են։ Բոլոր անխտիր սիրողական բանակ գոյություն չունի։ Ուղղակի բանակի կազմավորման 3 մոտեցում կա։ Առաջին զորակոչային։ Այնինչ Հայաստանի Հանրապետությունում եւ այլ պետություններում արվում է։ Երկրորդ կազմավորման ձևը դա պայմանագրայինն է։ Պայմանագրայինները երկրի քաղաքացիները, տվյալ երկրի քաղաքացիները, իսկ ներկա պայմաններում նաև միգուցե այլ երկրի քաղաքացիներ անհատապես պայմանագիր են կնքում պետական այդ հաստատության հետ, որի անունը կամ պաշտպանության նախարարություն է, կամ այլ երկրներում այլ անվանումներ, օրինակ Իսրայելում պաշտպանական բանակ է կոչվում, հա։ Կնքում են պայմանագիր որոշակի զինվորական մասնագիտություններով ծառայելու համար։ Ընդ որում այդ անձնակազմը բավականին բարձր դրամական բավարարում են ստանում սոցիալական լուրջ փաթեթ, այսինքն իրենց մոտիվացիան բացի իրենց մասնագիտական ունակությունները կիրառելուց նաև նյութական շահագրգռվածություն է եւ կա բանակի կազմավորման երրորդ ձևը դա վարձու բանակն է։ Անհիշելի ժամանակներից վարձու բանակներ եղել են։ Հիմա այդ վարձու բանակներ ունեն հետեւյալ անվանումը մասնավոր ռազմական կազմավորումներ կամ ավելի շուտ ընդունված է ռուսերենով частные военные компании։ Եվ այդ մասնավոր բանակները կոնկրետ մարտական խնդիր են կատարում հստակ գումարի դիմաց։
Երկրներ կան, որ իմ նշած առաջին երկու մոտեցումներ է բանակը կազմում։ Օրինակ, մեզ համար շատ կարևոր է ուսումնասիրել եւ գնահատել Իսրայելի բանակը, որտեվ շատ պարամետրերով մենք մոտ ենք Իսրայելին եւ իր հարևանների տրամադրվածության Պաշտպանության նախարարության կազմած բանակի կերպափոխման հայեցակարգը իրագործելու դեպքում արդյոք կլուծվի անվտանգային արդի մարտահրավերներին դիմակայելու խնդիրը։ Սովորաբար այն գնահատվում է համատականության մեջ։ Ասենք նայում ես մեր նման երկրներին, որոնք շրջապատված են ոչ բարեկամ երկրներով, եւ ըստ այդմ քո երկրի քաղաքական ղեկավարությունը կոնկրետ խնդիր է դնում ռազմական ղեկավարության առաջ։ Երկիրը բերել պոտենցիալ պաշտպանունակ վիճակի, կախված մարտահրավերների տեսակից ու քանակից, որոնց մի մասը արդեն իսկ Հայաստանի համար սպառնալիք է, ըստ այդմ է որոշում բանակի կառուցվածքը, անձնակազմի քանակը, զինատեսակները, բանակի զինանձնակազմի մոտիվացիան, զորակոչման տարեթիվը, պայմանագրայինների տրվող սոցիալական ապահովության փաթեթը, հա, այնինչ այն իրավական ակտերը, որ ընդունվում է, նախ մշակողները առանձնապես չեն փայլում իրենց ռազմական եւ անվտանգային բարձր գիտելիքներով, փորձառությամբ չեն փայլում, ասենք մոտավորապես շրջանակը հայտնի է ովքեր են, հա, մշակում։ Պաշտպանության նախարարությունը ծրագրում է բանակի բարեփոխումներն իրականացնել մինչև 2035 թվականը, անվտանգային ներկա մարտահրավերները հաշվի առնելով, ինչ է անհրաժեշտ անել առաջիկա 1-2 տարում։ Հետաքրքիր է, որ իրենք մինչև 35 թիվ, այսինքն որոշակի առումով ռազմավարական կտրվածքով են մշակումներ անում։ Ես համակարծիք չեմ, քանզի Հայաստանի համար ժամանակն ու տարածությունը բավականին խտացված է։ Մշակումները 1, 2, 3 տարվա, որովհետև այն մարտահրավերները, որ կան եւ այն սպառնալիքները, որոնք ուղղակի ներս են մտել, դրանց չեզոքացնելու առարկայական խնդիր կա։ Մասնավորապես մեր հարևան Ադրբեջանի Հանրապետության հավակնությունները մինչև Երևան մայրաքաղաք է հասնում։ Ադրբեջանը պարբերաբար կրակում է սահմանին, Հայաստանին տարատեսակ պահանջներ ներկայացնում։ Ադրբեջանը հոգեբանական պատերազմ է վարում։ Առաջին հերթին այո հոգեբանական, առայլս որ անցկա, որը չունի իրավասություն հրաման տալու չկրակելու, իսկ դա քրեորեն պատժելի արարք է, որտեղ սահմանում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողը իրականացնում է սահմանի պահպանությունը։ Եթե հակառակորդի ագրեսիա գնահատվում, ասենք մարտական հենակետի ավակը, որը կարող է կոչումով սերժանտ լինել, ինքը տեղում որոշում է կայացնում, վերադասին ուղղակի իրազեկում է, որոշում է կայացնում պատասխան կրակով հակառակորդի կամ կրակակետը լրացնել կամ առաջխաղացումը կասեցնել։ Այստեղից շատ բարձ հետևություն, որ եթե նման հրաման է տալիս չկրակելու, շփման գծի բնակավայրերի մեր երկրի քաղաքացիները անպաշտպանվածության զգացողություն ունեն։ Եթե դրան էլ ավելացնենք, որ հակառակորդը այլևս թիրախային կրակում է շենքերի վրա, տների վրա, առայժմ մարդկանց չի խփում, սա արկա է հոգեբանական լրջագույն ճնշում։ Առաջին, երկրորդ, այդ գյուղերը աստիճանաբար դատարկվելու են, ինչու, որտեղ գյուղացին իր ընտանիքի կարիքը հոգում է գյուղ նշանակության հողատարածքների աշխատելով եւ անասնապահությամբ։ Եթե հակառակորդը 24 ժամվա ռեժիմով կրակում այն չկարծում քանի գյուղացի այդ կրակի երաշտության ներքո կկատարի գյուղատնտեսական նշանակություն ունեցող աշխատանքներ։ Որքանով է հավանական Ադրբեջանի հարձակումը եւ ինչ է անհրաժեշտ անել այն կանխելու համար։ Շատ մեծ հավանականություն կա, բայց պատերազմ սկսելու կամ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու պատասխանատվությունը Ադրբեջանի վերադրած չի։ Ադրբեջանի նախագահը նման որոշում կայացնելու իրավասություն չունի։ Ավելին անգամ նման իրավասություն չունի իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի նախագահը։ Այդ որոշումը նվազագույնը կայացվում է Լոնդոնում։ Ինչու, որովհետև եթե նման որոշում կայացվեց եւ տարածաշրջանը ուղղակի դարձավ վառու դիտակար, որը պայթելու է, հիմնական թիրախը ոչ թե Հայաստանն է, Հայաստանը տարածք եւ գործիք է, դա Ռուսաստանն է։ Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելու նպատակ է հետապնդում։ Թուրքիան բրիտանա-թուրքական մեծ թուրան պրոյեկտի շոկ է քաշն է եւ անհրաժեշտության դեպքում եթե ռազմական գործողությունները սկսեն, ապա առաջին կայծը կարծում եմ սկզբունքորեն կարող է տրվել Հարավային Կովկասով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, եւ որի համար Ադրբեջանը տարեկան 44 օրից հետո 10 եւ ավել ռազմական լուրջ զորավարություններ անցկացնում ոչ միայն ներքին, այլև իր դաշնակից երկրների հետ։ Ինչա պետք անել։ Խոչընդոտները վերացնել երկրին տոտալ ինքնապաշտպանության բերելու։ Այսօր մեկ խոչընդոտ կա։ Նրանք, ովքեր որոշումներ են կայացնում եւ որոշումների կայացման արդյունքում մենք կրում ենք պարտություններ։
ժամ առաջ իրենք իրենց պարտականությունները պետք է չկատարեն։ Կատարեն նրանք, ովքեր մասնագետ են, ովքեր ունեն անցած ճանապարհ, հեղինակություն, փորձառություն եւ ամենակարևորը նվիրվածություն։